Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ իհարկե մենք մեծ հաճույքով ողջունում ենք բոլոր այն մարդկանց, բոլոր այն անձանց, ովքեր այս պահին մեզ հետ են եւ դիտում են մեր հերթական թողարկումը։ Ասեմ, որ այսօր նորից մենք ուղիղ կապով զրուցելու ենք մի ձեզ քաջածանոթ անձնավորության հետ, ով իսկապես վաղուց դարձել է մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկը եւ ում հետ մենք շատ հարցերի պատասխան ենք փորձում ստանալ։ Խոսքս համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին է։ Հիմա գեներալը մեզ հետ ուղիղ կապի մեջ է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ մեր հերթական կապի համար եւ ուրախ եմ, որ մեզ այսօր հեշտությամբ հաջողվեց կապվել ձեզ հետ եւ ուզում եմ անմիջապես անցնել հարցերին։ Տեսեք, եկեղեցի իշխանություն այս հակամարտությունը գնալով կարծես ավելի է լարվում։ Էլ չեմ խոսում այն թափառախմբի մասին, որի գլխավորությամբ երկրի վարչապետը եկեղեցից եկեղեցի է գնում եւ փորձում է այդ հայրադավ սրբազանների հետ ամեն ինչ անել, որպեսզի եկեղեցու հեղինակությունը մեղմ ասած թուլացնի։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Պարոն Ղուշյան, եկեղեցու հետ իր պայքարը գաղափարական պայքար է։ Դա ոչ թե ասենք ինչ որ տենց հասարակ բան է, որ ուզում են ասենք կաթոլիկոս փոխեն, ուզում են չգիտեմ ինչ անեն, իրականում դա գաղափարական պայքար է։ Ինչ նպատակ ունի այդ պայքարը։ Առաջինը դուք հիշում եք մեր երկրի այդ ղեկավարի հայտարարությունը նոր Հայաստանի մասին։ Ինչ է դա նշանակում։ Նոր պատմություն, նոր սիմվոլներ եւ նոր հավատք։ Հասկանում եք, եթե խոսքը գնում է որ պետք է պատմություն փոխենք, ըստ իրենց չի կարա մեր պատմությունը փոխվի առանց եկեղեցու։ Իրենք դա անում են։ Եթե փորձում են պատմություն փոխեն, ուրեմն եւ նոր ինչ որ Հայաստան սարքեն, ուրեմն իրեն ասած հին Հայաստանի պատրիոտները, ասենց ասեմ, հա, իրենց պետք չեն։ Փորձում են ստեղծեն ինչ որ բաներ, բայց այս իր գաղափարը կապված նոր Հայաստանի հետ, սա այն Հայաստանն է լինելու, որ կզած այդ ռեգիոնում ինչ որ ժամանակ գոյություն ունենալու, ի վերջո մենք կորցնենք պետականությունը եւ կմնանք այդ երկրում, թե չէ մեծ հարցական է։ Եվ ցավոք սրտի պետք է ասեմ, որ մեր երկրում չկան մարդիկ, որոնք ասեն, ես սրա համար պատասխան եմ տալի։ Չկան, ես չեմ լսել ոչ մի մեր երկրի ղեկավարների կողմից, օրինակ որ ասեն, սա իմ պատասխանատվության տակ է եղել, ես եմ հրաման տվել, չկա, եւ դրա համար մեր երկրում վիճակը սա է, ինչ են անում, գնում են մարդկանց դեմ են տալի ինչ-որ փաստաթղթեր, քրեական գործեր են նկարում, հետո կանչում են, ասում են, սրա վրա ցուցմունք կտաս, մենք քո քրեական գործը կփակենք։ Շատ լավ այդ մեթոդը աշխատում է, թե բանակի սպաների դեմ, թե եկեղեցականների դեմ, եւ տեսեք ինչ է կատարվում։ Եվ ճիշտն ասած, ես որ նայում եմ, թե ումով են ուզում փոխարինեն մեր կաթոլիկոսին, կամ ինչ նպատակ, ինչ մարդիկ են դուրս եկել կաթոլիկոսի դեմ, հա, կարամ ասեմ մի բան, որ խոսքը չի գնում ինչ որ անձնական վարկագծի փոփոխման մասին, ավելի պարզ չեմ կարող ասեմ։ Եվ կարծում եմ, որ ոտնձգությունները եկեղեցու հանդեպ եւ բանակի բարձր սպայական կազմի հանդեպ անխտիր շարունակվելու է։ Գիտեք, պիտի ասեմ, որ նորից մեր ունկնդիրների ճնշող մեծամասնությունը հետաքրքրված է,
թե ի վերջո ինչ եղավ այն փաստաթուղթը կամ փաստաթղթերը, որոնց մասին գեներալը խոսում է անընդհատ, բայց առայժմ ոչինչից մենք տեղյակ չենք։ Միգուցե այստեղ փորձեք ինչ-որ նոր բան ասել։ Այո, ես պարբերաբար հրապարակելու եմ, ասենք իմ մոտ ունեցածը, իսկ վերջում կհրապարակենք այն փաստաթուղթը, որը բոլորին այդքան մտահոգում է, սկսել են խոսել, հա, ասում են, որ ես պաշտպանության նախարար եմ նշանակված եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա ես ուզում եմ ասեմ, որ բանակ եմ ընդունվել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, հետախուղության պետ եմ դարել երկրորդ նախագահի ժամանակ, հա, երրորդ նախագահի ժամանակ որոշ պարգևներ եմ ստացել եւ կոչումներ եմ ստացել, Նիկոլի ժամանակ էլ դարել եմ պաշտպանության նախարար, ես ծառայել եմ իմ հայրենիքին, պարոն Ղուշյան, ես անձերի չեմ ծառայել։ Լավ, անցնեմ հաջորդ հարցին։ Վերջերս, ինչպես գիտեք, նշվեց մարդու իրավունքների պաշտպանության օրը, միջազգային այդ կարևոր իրադարձությունը եւ հատկապես մեր ռազմական ու քաղաքական վերլուծաբանները խոսեցին այն մասին, որ Հայաստանում զգալիորեն ավելացել են կալանավորված անձանց թիվը, բանտերը լեփլեցուն են, ավելացել են հատկապես քաղբանտարկյալները, ավելին Բաքվում պահվող գերիների մասին, այդ ընդհանրապես գերիների մասին էլ խոսք գնաց, բայց մեր իշխանությունները ոչ մի ռեակցիա չեն տալիս, դա ինչով եք բացատրում։ Տեսեք, քաղբանտարկյալը, մեր մոտ քաղբանտարկյալները հիմնականում ինչ որ բան խոսել են, ասենք ելույթ են ունեցել, չգիտեմ, այնտեղ ինտերվյուներ են տվել եւ այլ, սոցցանցերով են խոսել, չգիտեմ, լրագրողների հետ են խոսել, ու ինչ որ բարի համար մարդուն բռնե տարել են, նստացրել են։ Հասկանալու ենք, որ բոլոր բառերին կարելի է տարբեր նշանակություն իրավաբանորեն, հա? Բայց սա հարցնա մեջ է, որ այստեղ քաղաքականություն է։ Եվ ինքը ամեն գնով պետք է մնա իր աթոռին։ Ամեն ինչ արվում է դրա համար։ Պատկերացրեք մի իրավիճակ։ Հայաստանի Հանրապետությունում լեփլեցուն էին այսօրվա թիմի մեջ մարդիկ, որ հավաքագրված էին այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից։ Ու մեկ էլ այդ մարդիկ գալիս են իշխանության։ Ինչ պետք է լինի Հայաստանի վիճակը։ Այն ինչ որ տեսնում ենք այսօր։ Ինչ ծրագրեր են իրենք կատարում։ Հաստատ այն ծրագրերը չեն, որ ի նպաստ են մեր հայ ազգին, մեր պետականությանը։ Կատարում են այն երկրի ծրագրերը, որ երկրի վրա իրենք ծառայում են։ Այդ թե ինչ է բանանում։ Իսկ երբ որ ինքը այդ աթոռից ընկավ, հասկանում եք, մենք նույնիսկ խնդիր չենք ունենալու, մենք բարերով չենք էլ զբաղվելու ինքը ինչ ասը, որտեղ ինքը այնքան բաներ են արել իրանք, որ իրանք տակից դուրս չեն գալու, իրանք դա շատ քաջ հասկանում են։ Երեք էլ ինչ որ միտեղ խոսում են, երեք թե երկու օր առաջ ասում է, պետք է ասում է, դադարենք, ասում է, ինչ ասում, այն մարդիկ, որ ինչ որ սպառնում են կամ բան են անում, ինչ որ ուրիշ մեթոդներ են ման գալի, իշխանությանը գալ եւ այլ, մենք դրանց դեմ պետք է դադարենք, դրանց դեմ պետք է բան անենք։ Քրեական գործեր հարուցենք, դրանց կալանավորենք եւ այլ։ Այդ դեպքում մոտ հարց է առաջանում։ Չհասկացա, այդ երկրում օրենք խախտելու իրավունք ունի միայն մեր երկրի ղեկավարը։ Այն չագուչը դրոշով, հա? Ինչ է, սպառնալիք չի։ Հարց եմ տալի։ Կամ գնում են գրագետ մարդուն։ Ինչ ասեմ, մի մարդ, որը կրթված է, մի մարդ, որը դանակը տեսել է միայն հաց կտրելուց,
տանում են 7 թոքով պարկասնում են գետին ասֆալտի վրա հասկանում եք որ բռնեն 7 թոքով եթե ոչ ավել հələ լավ ասենք ինչ որ եթե մարդ ունի չգիտեմ ընդ հանցագործ աշխարհ կամ չգիտեմ լավ ասենք ինչ որ լավ տիրապետում է ինչ որ ֆիզիկական պաշտպանության մեթոդներին ինչ որտեղ հասկանամ բայց երբ որ բռնում են տանում են պարկասում են գետին ինչ հասկանանք իսկ այդ խաղ բանտարկյալները միևնույն է վաղ թե ուշ դուրս են գալու ինքը չի կարա սաղ կյանքը իրանց փագի վաղ թե ուշ իրենք դուրս են գալու եւ դա իր համար լինելու է մի հատ մեծ այսպես պայթյուն ինչքան երկար ինքը պահում է այդ մարդկանց բանտում այնքան այդ մարդիկ ուժեղանում են եթե ինքը այդքան չի հասկանում ապա ինքը ոչինչ չի հասկանում եւ արդեն սաղ աշխարհը գիտի որ Հայաստանում այդպես հետապնդումներ կան մենք լսում ենք բոլոր երկրներից բոլոր իր այցերի ժամանակ ինչա կատարվում ու դա գնալով ավելանալու է ապագա չունեն պարոն Հուշյան ու ես զարմացած եմ այն քննիչների այն դատախազների վրա որ այդպես անում են որտեվ իրանք էլ են պատասխան տալու հաստատ պատասխան են տալու Այսինքն ուզում եք ասել, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարող է շատ մոտ ապագայում դառնալ բռնապետական երկիր։ Դե ինքը արդեն դառել է։ Ինքը արդեն դառել է, մարդկանց սպառնում են, գալի ասում են, եթե իմ դեմ խոսաս, քո ձեռից էս կառնենք, ունեցվածքից կզրկենք։ Մարդ եթե ուզում է մտնի քաղաքականության մեջ, սկսած սովետական միության ժամանակից, այսպես ուսումնասիրում են որտե կարանք այդ մարդուն կպնեն, եթե հանկարծ իրանց դեմ է։ Բա դա ինչ է, դա բռնապետություն չի։ Դա հենց դա է ինչ որ կա։ Ու ասում եմ, խոսքը գնում է հասարակ պայքար չի, գաղափարական պայքարը։ Հասկանում եք, պայքարում են գաղափարներ։ Իսկական Հայաստան եւ վիրտուալ Հայաստան։ Գնում է ուժեղ պայքար։ Տեսեք ինչ է ասում։ Ինչ են ասում, հա։ Ասում է կրթություն, լսել եք երևի։ Ինչ էր ասում Լենին Պապին։ Լենին Պապին էլ էր, չէ ասում նույն բառերը։ Կարամ գերմաներեն ասեմ, ասում է Լենին sagt, lerne und lerne։ Ռուսերեն դա հնչում է Լենին сказал, учиться и учиться։ Նույն լոզունգներով, նույն շարժումներով, նույն արտաքին տեսքով, նույն ելույթներով, դուք մի հատ զուգահեռություն տարեք։ Մենք հազիվ ենք պրծե բոլշևիզմից, ես չեմ ուզում ասեմ, ինչ-որ կոմունիզմը վատ բան է, ես այդ չեմ ասում, բայց այն 100 տարի առաջվա բոլշևիզմը դա ահավոր վտանգավոր եւ ահավոր բաների էր բերել։ Միջև այսպես 60-ականներից հետո նոր եսիմ ինչ, ասենք ինչ որ բաներ սկսեց փոխվել։ Այն մենք հիմա անցնում ենք այն ճանապարհը, ինչ որ եղել է 100 տարի առաջ, երբ որ կազմավորվել է սովետական միությունը։ Ու շատ վտանգավոր է։ Եթե հիշում եք Լենինն էլ իր իշխանությունը պահելու համար գնաց այդ Բրեստյան պայմանագիրը ստորագրեց, հողերը տվեց, հիշում եք, նույնը արեց մերը, իր իշխանությունը պահելու համար գնաց Արցախ տվեց, հողեր տվեց, սկսեց կզել աշխարհի դեմ, ընչով պրծավ 20 տարի հետո եղավ երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք գնում ենք Մեր արջև դեռ լինելու են մեծ իրադարձություններ, ու մենք այսօր պետք է զբաղվենք, որ այդ իրադարձություններից դուրս գանք որպես հաղթող։ Տեսեք, դրոշակ սարքելով խաղաղության պայմանագիրը, որը իրենց ասելով արդեն նախնական կնքվեց Վաշինգտոնում, օգոստոսի այդ պայմանագրի մասին է խոսքը,
Հիմա էլ ասում են մենք պիտի մեծացնենք մեր առևտուրը Ադրբեջանի հետ եւ արդեն շուտով ասում է ադրբեջանյան երկաթուղով Վրաստանով Հայաստան է գալու ադրբեջանական վառելիքը, նավթը, գազը, բենզինը, սա ինչ է նշանակում։ Պաղուշյան, սա հենց նշանակում է իր ծրագիրը, մենք ասել ենք, որ մենք դառնալու ենք ընկնելու ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցության տակ։ Դա դրան է տանում, որտեղ մենք գիտենք այսօր նավթի մատակարարումը, գազի մատակարարումը, դա ոչ թե նրա համար է արվում, որ ասենք մարդը գնա այդ բենզալցակայանում բենզին լցնի, մեքենան քշի։ Այդ մատակարարումները դա քաղաքականություն է։ Շուտվանից նավթի գազի մատակարարումը դարել են աշխարհում քաղաքականություն։ Այդ քաղաքականության նպատակը հաստատել ազդեցությունը։ Ինչ որ անում են ադրբեջանցիները, դրա համար ինչ որ այստեղ ուրախանալ, որ այնտեղից նավթ ենք ստանալու, չգիտեմ, վաղն էլ կարող է գազ ստանանք, եւ դրանով գալ զեկուցել, որ տեսակ մենք անկախ ենք։ Ինքը չի պատկերացնում մենք ինչ ծանր ձևի կարող է կորցնենք մեր անկախությունը, բայց այդ նույն երկրի ղեկավարը խոսալուց խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին։ Չել ասում, ասենք ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ասում ադրբեջանցիները պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան։ Սա այնպես խոսքեր չի այդ մակարդակում։ Սա սխալ չի, բայց խոսում է արդարության մասին, ինքը չի ասում, որ հայերն էլ պետք է վերադառնան, ասենք Արցախ, չի ասում, հայերը պետք է վերադառնան Բաքու, հայերը պետք է վերադառնան Կիրովաբադ, եւ այլ եւ այլ։ Ինքը դա չի ասում։ Ու այդ բանի ֆոնի վրա մենք մեզ համոզելով, որ մենք գնում ենք խաղաղության, գիտեք, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում։ Չկա երևի մարդ, որ ուզում է պատերազմ։ Գիտե նա գլխի հետ ընկերություն է անում։ Մանավանդ մեր Հայաստանի պայմաններում։ Բայց մենք չենք ուզում պատերազմ, բայց եւ համաձայն չենք Ալիևյան խաղաղության տարբերակի։ Սրա մասին է խոսքը։ Հասկանում եք։ Իսկ մենք պետք է մեզ համար ստեղծենք այնպես խաղաղություն։ Մենք պետք է կնքենք այնպես խաղաղություն, որ կարողանանք հպարտորեն աշխարհով գոնե ման գանք։ Երեք մի հոդված եմ կարդում, գրած է շատ եմ ջղայնացել, գրած է Ադրբեջան победил Կառլիկով։ Պատկերացնեք ինչ է գրած։ Եթե ինքը ուզում է աշխարհում ներկայանա որպես Կառլիկ, թող ներեն ինձ այդ մարդիկ, սա հիվանդության մասին չի խոսքը։ Եվ գնա կզի, երկար չի մնա դա։ Չեմ կարծում, որ այդ խաղաղությունը երկար կմնա եւ այդ պայմաններում, որ մեր հանդեպ մեզ փորձում են դնեն, դա խաղաղություն չի, դա իրենց զավթիչ ծրագրերի շարունակությունն է։ Խաղաղ ճանապարհով ձեռք բերել է, ինչ որ կարելի է, ինչ որ էլ մնա, հետո նորից զորքը կմցնեն եւ կվերցնեն։ Դե ես կարծում եմ, որ մեր երկխոսությունը մենք պիտի շարունակենք, մանավանդ արժևում մեզ սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ եւ դուք էլ խոստացաք, որ աստիճանաբար կհրապարակեք այն փաստերը, որոնք ձեզ հայտնի են, որոնց մասին մտահոգված են մեր ունկնդիրները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա ուղիղ կապի համար, լավ եղեք, պինդ եղեք, մինչ մեր հաջորդ միացումը։ Սիրելի բարեկամներ, մենք նորից կապվել էինք համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այդքանը, ցտեսություն։